հայտնի վիճաբանությունը, որին ականատես եղավ մեր հանրությունը։ Բնականաբար այդ ամեն ինչը նախօրոք պլանավորված էր, բնականաբար այն սադրանքը, որ պլանավորված էր իրականացնել ազգային ժողովում, միտված էր կեղծ թեզեր գեներացնելուն, որովհետև ազգային ժողովում տեղի ունեցած վիճաբանությունից հետո արդեն սկսեցին մամուլում կեղծ տեղեկատվություններ տարածվել այն մասին, թե իբրև ընդդիմությունը ցանկանում էր ցեղասպանության մերժման դեմ ինչ-որ օրինագիծ ներկայացնել, այդ իսկ պատճառով վիճաբանություն տեղի ունեցավ ընդդիմության եւ իշխանության միջև, այնինչ մեր ԱԺ գործընկերների կողմից բազմաթիվ անգամ դեռ երեկվանից ցերկվեց, որ ցեղասպանության մերժման դեմ օրինագծի հետ ընդհանրապես կապ չուներ այդ վիճաբանությունը, դա ընդհանրապես շատ պարզ, հստակ նախագծված սադրանք էր դիվիդենտներ հավաքելու եւ հանրային ինչ-որ լայն զանգվածներ գեներացնելու իրենց շուրջ համախմբելու համար, ապրիլի 23-ի երեկոյան նույն քոչարյանական դաշնակցական ուժերի կողմից նախաձեռնվող ջահերի երթին շատ ավելի մեծ թվով մասնակցություն ապահովելու համար։